Ես հավատացյալ ընտանիքից եմ և 2 տարի է ինչ եկել եմ Ամերիկա, բայց հետ դարձա Տիրոջից, երբ եկա այստեղ։ Խորհրդային Միությունում ես լավ եկեղեցում էի, որտեղ շատ էին աղոթում, և դա մեկ այլ կյանք էր, բայց երբ եկա Ամերիկա, այդ ազատությունն իր վատ ազդեցությունը թողեց ինձ վրա։ Գիտեք, սկզբից այնքան էլ նկատելի չէր, որ ես սկսել եմ ընկնել, բայց հետո ավելի ու ավելի, և ես զգացի, որ ընկնում եմ։ Թեև գնում էի եկեղեցի, երգում էի, աղոթում էի, բայց միևնույնն է, զգում էի, որ ինչ-որ դատարկ եմ ու հարց էի տալիս. ինչու եմ ես այդպես դատարկ։ Հետո քիչ-քիչ սատանան տարավ այնպիսի վայրեր, որտեղ շատ արագ ու հեշտ կարող ես մոռանալ Աստծուն։ Եվ ես ամբողջությամբ ընկա։ Դադարեցի եկեղեցի գնալ, դադարեցի աղոթել, սկսեցի գայթակղվել քույրերից, եղբայրներից, և այդ ամենն ինձ ամբողջական անկման հանգեցրեց։ Գիտեք, ես 19 տարեկան եմ, 1 ամիս ու 1 շաբաթ առաջ Աստված ինձ կանչեց։ Ասեմ, որ բոլորին չէ, որ Աստված այսպիսի ողորմություն է անում։ Գիտեք, շատերը ձգտում են, որ աղոթքների ժամանակ ինչ-որ հայտնություն ստանան, իսկ ես չէի աղոթում։ Բացի այդ էլ 2 անգամ մեղադրել եմ Աստծուն։ Մարդիկ, ովքեր մեղադրել են Աստծուն, նրանք վաղուց դժոխքում են, քանի որ մեղադրել ու տրտնջացել են։ Իմ կյանքում 2 անգամ է եղել, որ ես մեղադրել եմ Աստծուն։ Երբ ես գայթակղվում էի ինչ-որ քրոջից կամ եղբորից, աղոթում էի. «Տեր, եթե դու արդար ես, և ես միայն այն ժամանակ կհավատամ, որ դու արդար ես, եթե այս քրոջը կամ եղբորն այնպես անես, որ նրանք ինձանից 3 անգամ ավելի վատ վիճակում հայտնվեն»։ Ես երկար ժամանակ է այդպես ասում Աստծուն, և մի անգամ աղոթքներից մեկի ժամանակ Սուրբ Հոգին ասաց. «Եթե այդպես շարունակես, ապա Տերը կվերցնի քեզանից Սուրբ Հոգին»։ Պաշտամունքը վերջանալուց հետո մի եղբայր մոտեցավ ու ասաց. «Գիտես, երևի արդեն սատանան էլ քեզ անգամ չի ընդունի»։ Ես շատ խոցվեցի, առանց այդ էլ ընկած էի, ու հավատացյալներից մեկն էլ քեզ մոտենում ու նման բան է ասում։ Եկա տուն, սկսեցի լացել ու ասում եմ. «Տեր, վերցրու ինձանից Սուրբ Հոգին»։ Թեև չէի հասկանում, որ եթե այդպես լիներ, ապա հավիտյան կկորսվեի։ Սատանան միանգամից կկործաներ իմ մարմինն ու կվերցներ իմ հոգին։ Ես շատ կարծր սիրտ ունեի, չէի կարողանում ներել, ատում էի քույր եղբայրներին, ես նրանց մեջ Քրիստոս չէի տեսնում, պարզապես նայում էի և թվում էր, որ նրանք բոլորը չար են, բարի չեն, բայց չէի տեսնում, որ ինքս էի շատ դաժան ու բարի սիրտ չկար իմ մեջ։ Եվ քանի որ երկար ժամանակ չէի աղոթել, երկար ժամանակ չէի կարդացել, թեև մերթ լինում էր արթնություն, ծնկում էի, իսկ հետո ընդհանրապես դադարեցի աղոթել։ Զգում էի, որ ինչ-որ բան այն չէ, բայց մտածում էի. թող լինի այն, ինչ կլինի։ Ծնողներս, բարեկամներս աղոթում էին ինձ համար, ասում էին գնա եկեղեցի, մի նայիր մարդկանց, բայց ես չէի հաշտվում դրա հետ։ Եվ մի անգամ, դա եղել է մոտավորապես գիշերվա ժամը 1:20 պակաս, ինձ մոտ եկավ քույրիկներից մեկն ու համոզում էր, որ գնամ եկեղեցի, չնայեմ մարդկանց։ Ես սկսեցի քննադատել, թե հովիվն այսպես, չէ այս քույրիկ, այն եղբայրը և այլն։ Արդեն ժամը 1 էր, նա ասաց, որ հիմա գնում է տուն, իսկ առավոտյան ջրի մկրտություն է լինելու, և որ ես նույնպես գնամ մասնակցելու։ Հրաժարվեցի։ Նա ասաց. «Լավ, ես գնամ տուն, դու ինձ ճանապարհիր»։ Ես նրան մինչև ավտոմեքենա ճանապարհեցի և նա գնաց։ Վերադարձա տուն, մենակ էի ապրում։ Ասացի լավ, մի բաժակ ջուր խմեմ և գնամ քնելու։ Գնացի խոհանոց, որ ջուր վերցնեմ, լսեցի, որ կրկին ինչ-որ մեկը դուռն է ծեծում։ Մտածեցի, որ այդ քույրիկն է վերադարձել, թե չէ այսուր ժամին ուրիշ ով կարող է լինել, և առանց նայելու, թե ով է, միանգամից բացեցի դուռը և տեսա մի մարդու, ոչ երկրային, շատ բարձրահասակ, տեսքով շատ գեղեցիկ, իսկ դեմքը, դուք երբեք կյանքում նման դեմք չեք տեսել։ Նա բարձրահասակ էր, երիտասարդ, դեմքի վրա կարծես ուժեղ վառվող լամպի լույս լիներ։ Երբ նայում ես լամպին, այն լուսավորում է դեմքդ, իսկ աչքերդ կուրանում են։ Երբ ես նայեցի նրա դեմքին, միանգամից աչքերիս առջև սևացավ, հետո նորից փորձեցի ու կարողացա նայել նրան։ Այդ լույսը գալիս էր նրա դեմքից, բայց նրա դիմագծերն ակնհայտորեն մարդու դիմագծերի նման էին։
Նա հագել էր շատ երկար սպիտակ հագուստ։ Ես չտեսա նրա ոտքերը, բայց տեսա նրա ձեռքերը դաստակներից։ Ամեն բան փակ էր, իսկ լույսը գալիս էր նրա դեմքից։ Այնպես էր լույսը թափվում, որ ես չտեսա նրա մազերը, իսկ լույսը կարծես թափվում էր նրա ուսերի վրա։ Հագուստը այդպիսի ճերմակություն երբեք հնարավոր չէ տեսնել։ Ձեռքերն ավելի ճերմակ ու նուրբ էին։ Նա շատ գեղեցիկ էր։ Նա մտավ իմ տուն ու ասաց. «Խաղաղություն քեզ»։ Իսկ ես չկարողացա ոչինչ ասել։ Նայեցի նրան, դա իրական էր, դա տեսիլք չէր։ Նա ասաց. «Խաղաղություն քեզ»։ Նայեցի նրան ու շատ վախեցա, քանի որ երբեք նման բան չէի տեսել։ Հետո նա ասաց. «Ով հոգի, սա քո կյանքի վերջին օրն է»։ Երբ նա ասաց դա, ես սկսեցի թախանձագին խնդրել։ Ես 19 տարեկան եմ, չեմ ցանկանում մեռնել։ Մտածում եմ վերջ, ես հավիտյան կորսվեցի, որ երբեք այլևս չեմ կարող զղջալ, ապաշխարել, սկսեցի կյանք աղերսել։ Նա ասաց. «Ով հոգի, դու կգնաս ու կտեսնես, թե ուր ես դու գնում»։ Ես սկսեցի ավելի ուժգին կյանք աղերսել։ Հետո տեսա, թե ինչպես ամեն բան իմ աչքերի առաջ սկսեց լողալ։ Ես այլևս չէի տեսնում իմ տունը։ Թվում էր, թե հայտնվել եմ ինչ-որ խավարում ու գլորվում եմ։ Ճիշտն ասած, ես ոչ մի թունել չեմ տեսել։ Ինձ թվում էր, որ դա իմ կյանքն է գլորվում, որ իմ կյանքի տարիներն են այդպես գլորվել երկար։ Ես ոչինչ չէի տեսնում, մինչև որ կանգնեցի ճանապարհներից մեկի վրա։ Դա շատ գեղեցիկ, մեծ ճանապարհ էր։ Բայց ինչն ինձ զարմացրեց, որ այնտեղ կային շատ գեղեցիկ ծաղիկներ, որոնք չկան երկրի վրա։ Ես դրանց անուններն անգամ չգիտեմ։ Յուրաքանչյուր ծաղիկ ուներ իր բուրմունքը։ Այդ ծաղիկներն այնքան գեղեցիկ էին, որ իմ կողքով քայլող հրեշտակի վրա անգամ ուշադրություն չէի դարձնում, չէի ցանկանում խոսել նրա հետ, այլ հրապուրված նայում էի այդ ծաղիկներին։ Եվ օդն այնքան էր բուրմունքով լցված, որ հագեցնում էր քեզ։ Ես վայելում էի այդ ամենը։ Եվ ահա մենք գնում էինք, հրեշտակը պարզապես լուռ քայլում էր իմ կողքով։ Այդպես շատ երկար գնացինք։ Այնքան երկար, որ տեսա ծաղիկներն անգամ մնացին հեռվում։ Հետո սկսեցին մարդիկ երևալ։ Մոտեցանք ու տեսա իմ եկեղեցին, մեր եկեղեցու երիտասարդությանը, անգամ շատ տարիքով քույր եղբայրների։ Տեսա նաև ուրիշ դեմքեր, որոնք ես կհիշեմ իմ ամբողջ կյանքում, ու երբ տեսնեմ նրանց, կասեմ, որ տեսել եմ այդ ճանապարհներից մեկի վրա և թե ինչի համար նրանք կհայտնվեն այդ ճանապարհի վերջում, քանի որ նրանք մեղավոր են և մեղք են գործել, թեպետ նրանք դեռ այս երկրի վրա են, ապրում են, բայց արդեն քայլում են այդ ճանապարհով։ Երբ մենք քայլում էինք, տեսա շատ ու շատ մարդկանց։ Դրանք ռուսախոսներ էին, հավատացյալներ, ովքեր գիտեին Աստծուն։ Ես տեսա իմ հովին, ում ձեռքին Աստվածաշունչ կար, և նա կարդում էր գլուխ գլխի հետևից, խոսք խոսքի հետևից, իսկ այդ ճանապարհի վրա գտնվող մարդիկ խումբ կանգնած ինչ-որ բան էին խոսում իրար մեջ։ Ես չէի լսում, թե ինչ։ Ես նայում էի, ասում, տեսնես ինչ են խոսում, չէ՞ որ հովիվը գիրքն է կարդում, իսկ նրանք շատ անհոգ, իրենք իրենց համար, իսկ նա չէր լռում, կարդում էր, անգամ մտածեցի, լավ է, որ նա գիրք է կարդում։ Հետո տեսա էլի շատ ու շատ մարդկանց, ում չէի ճանաչում, բայց որոշներին արդեն հանդիպել եմ երկրի վրա։ Իսկ երբ ավելի մոտեցա, միայն այդ ժամանակ նկատեցի ճանապարհի վերջը։ Գիտեք, երբ ես մտա այդ ճանապարհ, արդեն զգում էի, որ ինչ-որ բան այն չէ, քանի որ ճանապարհի մեջտեղից շատ ուժեղ փոշի էր բարձրանում, ոչ թե սովորական փոշի, այլ կարծես ռեզին էին հալեցնում, այդպիսի սև ծուխ, հետո լսում էի ձայներ, որոնք ողորմություն էին խնդրում։ Դա բառերով հնարավոր չէ նկարագրել։ Ես մինչև օրս լսում եմ այդ ձայները։ Ես տեսնում էի կրակը, դա կարծես հեռու, շատ հեռու լիներ, բայց այնքան պարզ էր լսվում, իսկ երբ ավելի մոտեցա, այդ փոշին սկսեց այրել իմ մարմինը։ Դա կրակ չէր, այլ փոշի։ Ես 19 տարեկան եմ, և ես դժոխքի կողքն եմ եղել ընդամենը 3 ժամ, անցել է 1 ամիս և 1 շաբաթ, բայց մինչև հիմա մարմնիս վրա այնպիսի ցավ եմ զգում,
որ բառերով հնարավոր չէ փոխանցել, իսկ երբ կրակը մոտեցավ, ես ձեռքերով գրկեցի մարմինս, վախից գոռում էի, ինձ թվում էր, թե երբեք չեմ դիմանա, հրեշտակը դա նկատեց, մոտեցավ, ձեռքը դրեց ուսիս, երբ դա արեց, զգացի, որ մարմնիս ջերմաստիճանը կարգավորվեց ու դեմքս կտրուկ թեքեց դեպի մարդիկ, դա արդեն անդունդն էր, դա վերջն էր, դա իմ թիկունքում էր։ Երբ շրջվեցի, իմ առջև երկու անձնավորություն կանգնեցին։ Չգիտեմ, եթե ինչ-որ մեկը տեսել է Հիսուս Քրիստոսին կամ ինչպես է տեսել, բայց ես տեսա ու կնկարագրեմ։ Տեսա նաև սատանային։ Առաջին անձնավորությունը, որին տեսա, դա սատանան էր, ոչ բարձրահասակ, բայց ամուր։ Նրա մարմինը ծածկված էր սև, մանր բրդով, իսկ մատները շատ երկար էին, չորացած և ամբողջությամբ բրդով պատված։ Նրա դեմքը սարսափելի էր, ձև չուներ և ամբողջությամբ չարություն էր արտացոլում ու ցանկություն ինչ-որ բան ստանալու։ Նա ատամներ չուներ, ինչ-որ ժանիքներ էին դուրս գալիս բերանից, բերանը շատ մեծ էր, աչքերի տեղը կարծես, աչքերը չէին երևում, տեղն ինչ-որ բան կարծես լցված լիներ։ Նա սարսափելի էր, մազեր չուներ, ամեն բան նույն բրդով էր պատված։ Նա ինձ չնկատեց, բայց սարսափել էի, չկարողացա նրան նայել ու կտրուկ թեքվեցի դեպի մյուս անձնավորությունը, ով իմ մյուս կողմում էր կանգնել։ Գիտեք, ես չէի մտածում, որ նա Հիսուս Քրիստոսն է, ես չէի կարողանում նայել նրա դեմքին, ես ընդհանրապես արժանի չէի նրա դեմքին նայելու։ Այդ լույսը, դա այնպիսի լույս էր, որ ես ոչինչ չէի կարողանում տեսնել, քանի որ այնտեղ միայն լույս էր։ Այնպիսի լույս էր նրանից բխում, որ աչքերս կուրացան, բայց միևնույնն է, ջանում էի նայել նրան։ Նա նույնպես ուներ երկար հագուստ, ոտքերը չէի տեսնում։ Նրա հագուստը տարբերվում էր հրեշտակի հագուստից, մի բան կասեմ, այնտեղ Աստծո զավակները նույն հասակին են։ Նրանց մեջ չկա որևէ մեկը, որ մյուսից գոնե մի փոքր բարձրահասակ լինի։ Նրա հագուստն իր փայլով էր առանձնանում հրեշտակի հագուստից, թևերը երկար էին, ձեռքերն առանձնանում էին հագուստից, դրանք ճերմակ էին, իսկ դեմքին չէի կարողանում նայել լույսի պատճառով ու մտածում էի, ով է այս անձնավորությունը։ Եվ այդ պահին ուշադրությունս դարձրեցի նրա ձեռքերին ու տեսա, որ դրանք խոցված են։ Մեխերը խոցել էին այդ ձեռքերը և դրանք խավիծյան մնացել են նրա վրա։ Ու երբ մենք գնանք երկինք, Հիսուսն իր ձեռքերը ցույց կտա ու կասի. «Զավակ, ես գնեցի քեզ, բայց ինչպես դու ապրեցիր քո կյանքը»։ Գիտեք, ես այդ ժամանակ շպարված չէի, թեպետ ընդհանրապես շպարվում էի ու չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է այնտեղ կանգնել շպարված վիճակում ու նայել Հիսուսի երեսին, չգիտեմ։ Ես տաբատով էի, չէի կարողանում նայել նրա դեմքին, ամաչում էի։ Զգում էի, թե ինչ ոչնչություն եմ ես, ինչ դժբախտն եմ, իսկ չէ՞ որ կարող էի ծառայել Հիսուսին, կարող էի ապրել Աստծո համար։ Երբ տեսա ու հասկացա, գլուխս ավելի ցած իջացրի, ամաչում էի ու այդ պահին նորից ուշադրություն դարձրեցի սատանային։ Երբ նայեցի նրան, տեսա, որ նրա մարմնի վրա կային շատ անպարկեշտ իրեր։ Գիտեք, ամերիկացիներն իրենց ականջները ծակում են 5, 6, անգամ 8 տեղից։ Ես այդպես տեսա սատանային։ Նրա վրա շատ անպարկեշտ իրեր կային։ Ես կնկարագրեմ, թե ինչ տեսա, քանի որ դրանցից մի մասը նաև ինձ վրա կար։ Դրանք ներկեր էին, մատանիներ, շղթաներ, ամեն բան, դրանք այնքան շատ էին նրա վրա կախված, որ երբ տեսա, ինձ թվում էր, թե չեմ դիմանա։ Ես երբեք չեմ մտածել, որ սատանան կարող է դրանք ունենալ, քանի որ ես նույնպես դրանցից ունեի։ Ես մտածում էի, ինչպես սատանան էլ ունի դրանցից։ Դրանք իմ տանը արկղի մեջ էին։ Ես յուրաքանչյուրի համար վճարել էի $100-200 ու չէի խնայել, և պարզվում է, որ սատանան էլ ունի դրանցից։ Քույրեր, եղբայրներ, ես կասեմ ճշմարտապես, երբեք չէի մտածի, որ Աստված ինձ իրականում այդպիսի ողորմություն կանի։ Մտածում էի, որ իմ վերջը դժոխքն է, ես վաստակել էի դա, չէի ծառայել Աստծուն, և նա ուներ այդ իրավունքը։
Սատանան այնքան հպարտ էր կանգնած և ցանկանում էր ինչ-որ բան անել, վնաս պատճառել։ Ես տեսա, որ նա գնաց դեպի այդ ժողովուրդը և այդ ճանապարհին գտնվող մարդկանցից յուրաքանչյուրն առանց բացառության նրա մարմնից իր համար ինչ-որ բան էր վերցնում։ Որոշներն անգամ ագահաբար պոկում ու կախում էին իրենց վրա։ Մտածեցի, որ երբ նա հասնի ճանապարհի վերջին, այլևս նրա մոտ որևէ իր չի մնա, չի հերիքի։ Ոչ, սատանայի մոտ հերիքում է թանկագիններս, բոլորին էլ բավականացնում է։ Քույրեր, նա առաջարկում է վերցրու, դա մեղք չէ, և հետո դու կհասկանաս, որ դրանք շատ մեծ նշանակություն ունեին քո հոգևոր կյանքի համար։ Նրանք ավելի ու ավելի էին պոկում այդ իրերը, ես չէի կարողանում նայել, ինձ համար շատ ցավալի էր դա տեսնելն ու ցանկանում էի լաց լինել։ Մի բանից էի վախենում, որ նա հանկարծ ինձ վրա ուշադրություն չդարձնի։ Նա սարսափելի էր, ես վախենում էի։ Գիտեք, նա մոտենում էր նաև տարեց քույրերին, նայում էի նրանց, դրանցից մի մասը նաև Աստծո անոթներ էին։ Նրանք ագահաբար պոկում էին ինչ-որ բաներ մեկը մյուսի հետևից։ Երբ նա մոտենում էր այդ անձանց, թփթփացնում էր նրանց ուսին, իսկ տվյալ անձն էլ ողջունում էր նրան, կարծես համաձայնվում էր նրա հետ։ Իսկ իրականում նա նրանց հոգին էր փափագում, այնպես չարությամբ էր նայում նրանց, ես չէի հասկանում, թե ինչու նրանք չէին տեսնում նրա դեմքը, բայց նա այնպես էր փափագում, շատ ցավալի էր ու ես սկսեցի լացել։ Նայում էի այդ մարդկանց, նրանք շատ խղճալի էին ու նրանք շարժվում էին առաջ, անտեսանելի կերպով, բայց շարժվում էին դեպի այդ ճանապարհի վերջը։ Նրանցից ոմանք դեռ այդ ճանապարհի սկզբում էին, որոշները մեջտեղում, որոշներն ավելի առաջ, բայց բոլորը շարժվում էին առաջ։ Երբ գնում էի այդ ճանապարհով, չէի նկատել, որ այդ ճանապարհից մի փոքրիկ այլ ճանապարհ է բացվում։ Երբ գնում էի, չնկատեցի այդ ճանապարհը։ Այն շատ նեղ էր, իսկ ճանապարհի կողքերին կարծես մառախուղ լիներ։ Երբ մոտեցա, տեսա երկու քույրերի, մոտեցա նրանց, իսկ նրանք շրջվեցին ու գնացին այդ նեղ ճանապարհով։ Այդ ժամանակ երիտասարդները սկսեցին գոռալ նրանց հետևից, կանչում էին, որ վերադառնան, բայց նրանք գնացին այդ ճանապարհով։ Այն այնքան նեղ էր, որ քույրերը չէին կարող երկուսով իրար կողք կողքի քայլել։ Գնում էին իրար հետևից, իսկ շատ շատերը, այդ թվում և ես, երբ քայլում էինք, այդ ճանապարհը չէինք նկատել։ Երբ Սատանան մոտեցավ այդ ճանապարհի վերջին ու երբ նրա մարմնի վրա այլևս ոչինչ չէր մնացել, սկսեց հափշտակել նրանց, ում որ բաժանել էր այդ իրերը։ Դա այնքան երկար տևեց, դա միայն տեսնել էր պետք։ Հետո երբ վերադարձավ, նա նկատեց ինձ, նաև հրեշտակին ու Հիսուսին, ովքեր կանգնած էին իմ կողքին։ Իսկ հրեշտակի ձեռքն իմ ուսի վրա էր, ու երբ վերադարձավ, այնպես դաժանաբար նայեց ինձ, զարհուրեցի, քանի որ նա սարսափելի էր։ Մոտեցավ ինձ և ցանկանում էր կպնել մարմնիս, ուսիս, բայց չկարողացավ, քանի որ հրեշտակի ձեռքը ուսիս վրա էր։ Հետո շատ հպարտորեն ասաց. «Ես վաղուց եմ ուզում քո հոգին»։ Իսկ ես չէի հասկանում, քանի որ այնպիսի վախ էր իջել ինձ վրա, սկսեցի լացել ու գոռալ, որ դու երբեք չես ստանա իմ հոգին, գոռում էի։ Իսկ նա բացեց իր բերանն ու ասաց. «Իսկ Աստծո խոսքն ասում է. մի կնկա վրա այր մարդու հագուստ չլինի և մարդը կնկա հագուստ չհագնե, որովհետև քո Տեր Աստծո առաջին պիղծ է ամեն ով որ այս բաներն անե»։ Թանկագին բարեկամներ, ինչ եմ ուզում ասել, որ երբ նա Աստվածաշնչից ասաց այդ բառերը, որ ես շատ ու շատ անգամներ լսել էի, երբ ասել էին եղբայրները, տարեց քույրերը, իսկ Սատանան այսօր երկրի վրա առաջարկում ու ասում է, որ դա մեղք չի, քույրիկ, հագիր տաբատ։ Եթե Հովվի կինը հագնում է կամ այն քույրիկը, որ երգչախմբում երգում է, ուրեմն քեզ էլ կարելի է։ Նա այսօր առաջարկում է, իսկ վաղը երբ գնաս այնտեղ, նա կբացի բերանն ու կասի, իսկ Աստծո խոսքն ասում է. մի կնկա վրա այր մարդու հագուստ չլինի և մարդը կնկա հագուստ չհագնե, որովհետև քո Տեր Աստծո առաջին պիղծ է ամեն
ով որ այս բաներն անե։ Ես գիտեի, որ կորսվում եմ ու այդտեղից չեմ կարող դուրս գալ, այդպես էի մտածում։ Ես հասկանում եմ, որ մեղավոր եմ ամեն բանում։ Հետո մտածեցի գտնեմ հովին ումից, որ գայթակղվել է, կամ այն քույրիկներին, ովքեր ինձ շատ ու շատ անգամներ հանդիմանել էին։ Ես շատ ու շատ անգամներ լսել էի այդ ձայնը, բայց չէի հնազանդվել, բայց չէի լսել։ Ես անհնազանդ եմ եղել։ Ծնողներս շատ անգամ, մայրս, հայրս շատ անգամ էր ինձ խնդրում՝ մի շպարվիր, տաբատ մի հագիր, պարկեշտորեն հագնվիր։ Երիտասարդներ, լսեք ձեր ծնողներին։ Ես երիտասարդ եմ ու չէի լսում ծնողներիս, իսկ գիրքն ասում է. «Պատվիր քո հորը և քո մորը, որ քո օրերը երկարանան այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը կտա քեզ, հնազանդիր մորդ, որ քեզ ծնել է, ու մի անարգիր քո հայրդ, երբ կծերանա։ Եթե ինչ-որ մեկն իմ կյանքի տարիները հետ վերադարձներ, ես մորս ձեռքերիս վրա կտանեի, ինչու նրան չէի լսում այն ժամանակ, չգիտեմ։ Ես ամբողջ կյանքս պիտի ափսոսամ այդ օրերի համար, որ ունեի հնարավորություն պատվելու ծնողներիս, բայց բարձրացնում էի ձայնս, երբեմն ուժգին բղավում էի նրանց վրա, իսկ խոսքն ասում է, որ դա մեղք է։ Ես գիտեի, որ երբեք չեմ վերադառնալու երկիր, մտածում էի, որ արդեն կորսված եմ ու գնում եմ դժոխք։ Լսում էի միայն կրակի ճարճատյունը, իսկ ես փոշու մեջ էի, սարսափում էի։ Սատանան այնքան զարհուրելի էր, նա այնպիսի բառեր էր ասում իմ դեմքին, իսկ ես այնքան դժբախտ ու թշվառ էի կանգնած, իսկ երկրի վրա այնքան հպարտ էի։ Բայց այնտեղ ձեր հպարտությունը հոդս է ցնդում։ Տերը կնայի ձեր աչքերի մեջ, ու դուք կզղջաք ձեր կյանքի ապրած յուրաքանչյուր վայրկյանի համար, որ չեք նվիրել Աստծուն։ Ես այդ ձայնը լսել եմ շատ ու շատ անգամներ, որ կյանքդ հանձնիր Աստծուն, բայց չեմ հնազանդվել։ Հետո լսեցի մի ձայն, ով Աստծուց խնդրում էր ողորմություն, ասում էր. «Տեր, ողորմիր, ողորմիր», իսկ Տերն ասաց. «Ես սուրբ եմ և իմ մեջ ոչ մի խավար չկա»։ Ես տեսա 8 հոգի, որոնց Աստված հանեց դժոխքից։ Ես չեմ եղել դժոխքում, այլ միայն կողքն եմ գտնվել և խնդրում եմ իմ վկայությանը չավելացնել որևէ բան։ Ես տեսա այդ 8 հոգիներին, որոնց հանեցին դժոխքից։ Եվ նրանք սկսեցին բացատրել ինձ, թե ինչի համար էին հայտնվել դժոխքում։ Ես լաց էի լինում։ Իրականում ես դաժան մարդ եմ եղել և չէի կարողանում ներել, բայց երբ լսեցի այդ ձայները, այնքան ցավալի էր։ Մտածում էի՝ ինչ ձայներ են դրանք։ Ու տեսա առաջին, ով դուրս եկավ դժոխքից, երիտասարդ եղբայր էր, ում ճանաչում էի դեռևս Խորհրդային Միությունից։ Նա 25 տարեկան էր, երբ վթարի ենթարկվեց։ Այս պատմությունը լուրջ զգուշացում է երիտասարդ քույր եղբայրներին։ Երբ դեպքը տեղի ունեցավ, մարգարեություն թե տեսիլք էր եղել, որ այդ եղբայրը երկինք է գնացել, բայց այդպես չէր, նա դժոխքում էր ու նա բացատրեց, թե ինչու։ Նա երիտասարդ էր, քարոզել էր Սիբիրում, կառուցել էր այնտեղ 3 եկեղեցի։ Նա հավատացյալի որդի էր, հետո ցանկանում է վերադառնալ Ուկրաինա և վերադառնում է։ Սկսում է աշխատանք տանել երիտասարդների հետ, ծառայել նրանց, հետո ցանկանում է ամուսնանալ և քույրիկ է փնտրում։ Քաղաքներից մեկում հանդիպում է մի քույրիկի, շփվում են, և այնպես է ստացվում, որ մեղք են գործում երկուսով։ Այդ քույրիկն արդեն երեխայի է սպասում ու չի ստացվում հարսանիքը ժամանակին անել։ Եղբայրները նկատելով փորձում են պարզել իրողությունն ու այդ ժամանակ քույրիկն ասում է, թե ով է երեխայի հայրը։ Ոչ ոք չէր կարողանում հավատալ, քանի որ բոլորը գիտեին, որ երիտասարդ եղբայրը լուրջ հավատացյալ է։ Վերջինս էլ սկսում է հրաժարվել, ասելով, որ քույրը ստում է։ Հետո եկեղեցում աղոթում են ու իբր հայտնություն է լինում, որ իրականում դա սուտ է և քույրիկը ստում է։ Քույրիկին հեռացնում են եկեղեցուց, իսկ եղբայրը շարունակում է քարոզել, երգել։ Նա ասաց, որ ինքը գիտեր, որ մեղանչել է, ինքն է մեղավորը, բայց չի ցանկացել հորը խայտառակել, քանի որ վերջինս հովիվ էր։ Ասում է՝ դա ինձ տանջում էր,
Աստված ինձ զգուշացնում էր գնալ այդ քրոջ մոտ, ընդունել նրան, չէ որ ես եմ մեղանչել, նրան խոստացել ու չկատարեցի, քանի որ չէի ցանկանում մարդիկ իմ մասին այլ բաներ մտածեն։ Անցավ որոշ ժամանակ, այդ քրոջ արցունքներն անհետևանք չմնացին ու եղբայրն առանց ապաշխարելու դժոխք գնաց։ Դա առաջին անձնավորությունն էր, նա 25 տարեկան էր, գիտեք նա այսպես էր խոսում, այնքան վախ կար նրա մեջ, ասում էր ես միևնույնն է, հավատում եմ, որ Աստված ինձ այստեղից կհանի ու ես կգնամ վկայելու, քարոզելու, լավ մարդ կդառնամ, ճիշտը կխոսեմ, կգտնեմ այդ քրոջը։ Նա այդպես էր ասում, քույրեր, եղբայրներ։ Նա հարցրեց, թե պետ անունս գիտեր, բայց դիմում էր. ով հոգի, ինչու ես դու այստեղ եկել, չէ որ դու դեռևս հնարավորություն ունես ապաշխարելու, ինչու ես այստեղ եկել։ Նրանք այնտեղ չեն ստում, չեն կեղծավորվում, քույրեր, եղբայրներ, միայն ճիշտն են ասում։ Երկրորդ անձնավորությունը քույրիկ էր։ Ես չգիտեի, որ կտեսնեմ մարդկանց, ում ճանաչում եմ դեռևս խորհրդային միությունից։ Այնտեղ մի քույրիկ կար, ով Աստծո անոթն էր, անունը Թամարա։ Գիտեք, ես նրան դժոխքում տեսա, կբացատրեմ, թե ինչու։ Նա ընտրված էր Աստծո կողմից, ուներ մարգարեության պարգև, լսում էր Աստծո ձայնը ու շատ նախանձավոր էր այդ հարցում։ Բայց գիտեք ինչպես էր վարվում։ Լսում էր ձայնն ու սկսում էր ավելացնել այն ամենին, ինչ Տերն էր ասում։ Աստված մեկ ուրիշի միջոցով զգուշացրել էր, բայց նա շարունակում էր ավելացնել։ Հետո Տերն անձամբ հենց իրեն է զգուշացնում, հոգի, դու չես կարող այդպես վարվել, դա մեղք է, եթե դու այդպես անես, դա իմ կամքով չէ, բայց նա չլսեց։ Ու մի անգամ էլ նա ցանկանում է ունենալ դևեր հանելու պարգև, մեռելներին հարություն տալ, բժշկել, բայց Տերն ասել էր, որ ես քեզ պարգև եմ տվել, ծառայիր իմ ժողովրդին ու մի ավելացրու։ Նա չէր հասկանում դա, իրեն փառավորել էր ուզում ու ավելացնում էր։ Նա սիրում էր, երբ իրեն գովում էին, ցանկանում էր, որ իր վրա ինչ-որ նշան երևար, դառնար ավելի ճանաչված ու մարդիկ ասեին, օ, այս քույրիկը շատ հայտնի է։ Նա մոտ 50 տարեկան էր։ Ես հիշում եմ, որ նրա տանը հավաքույթ պետք է լիներ։ Մենք գնացինք նրա տուն, իսկ նա արդեն մեռած ընկած էր։ Ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչու այդպես եղավ։ Եվ ես նրան տեսա դժոխքում։ Նա ինձ սկսեց բացատրել, նա այսպես էր հավատում, որ վերադառնալու եմ երկիր ու մարդկանց միայն ճշմարտությունը կասեմ, երբեք չեմ ավելացնի, ես Աստծուն գիտեի, ինչու այդպես վարվեցի։ Գիտեք, ճիշտ է, ես փոշու մեջ էի, բայց նրանք կրակի մեջ էին։ Նա այնպես էր լացում, այնքան խղճալի էր։ Նա բազմիցս էր լսել ձայնը, որ իրեն շատ անգամներ զգուշացրել էր կանգ առնել ու չավելացնել, բայց նա չէր լսել։ Ու երբ նա Աստծուց խնդրում էր ավելի հայտնի գործեր, Տերը նրան առաջնորդում է աղոթքի, բայց նա չի լսում։ Ու մի օր էլ նա ծնկում է իր տանը, այն օրը, երբ պետք է գնայինք նրա տուն պաշտամունքի ու ասում է. Տեր, ես մտածում եմ, որ սատանան ավելի զորություն ունի, քան դու։ Նա իր խոսքով միանգամից է տալիս զորություն և գործեր, իսկ դու ավելի քիչ զորություն ունես։ Եվ այդ պահին Սուրբ Հոգին ասում է. վերցրու ինձ այս հոգուց։ Եվ Տերը միանգամից վերցնում է Սուրբ Հոգին, իսկ սատանան հարվածում է նրա մարմնին ու միանգամից հոգին տանում է։ Նա միայն հասցրել էր վեր կենալ հատակից, պառկել մահճակալին ու այլևս չարթնացավ։ Երրորդ անձնավորությունը մի քույրիկ էր, նա շատ բարի գործեր էր արել։ Ինչպես ինքն էր բացատրում, կարող էր իր ունեցածի ամենավերջինը տալ ինչ-որ մեկին, իսկ ինքը թեկուզ 3 օրով սոված մնալ, տալ ու չփոշմանել դրա համար։ Դա հաճելի էր Աստծուն, դա գրվում էր նրա գրքում։ Ես տեսա մի թերթիկ, որի վրա գրված էին նրա բոլոր գործերը, նա շատ բարեգործ էր։ Հետո տեսա, որ նրա յուրաքանչյուր գործը կարծես ջնջված էր ու չէի հասկանում, թե ինչու։ Նա բացատրեց ինձ, որ այդ գործերն անելուց հետո գնում և բոլորին պատմում էր, թե ինչ գործեր է արել։ Սիրում էր, որ իրեն գովեն ու այն պահին, երբ նա պատմում էր, թե ինչեր է արել, Աստված ջնջում էր այդ գործերը ու նա մնացել էր անպտուղ։ Նա շնացող չէր, որևէ տեսանելի մեղք կարծես չէր գործել, բայց մնացել էր առանց պտուղների։
Նա տեսել էր, որ ինքն անպտուղ է և հասկացել էր, որ իր վերջը դժոխքն է, ասաց, որ Աստված իրեն զգուշացրել է այդ մասին, որ այդպես չվարվի, որ նրա ձախ ձեռքը չիմանա, թե աջը ինչ է անում, նա գիտեր այդ մասին, բայց չի լսել Աստծուն, ու սիրել է, որ մարդիկ իրեն փառավորեն, նրա բոլոր գործերը պարապ էին եղել, պարզապես ջնջվել էին ու նա դատարկ էր մնացել։ Չորրորդ անձնավորությունը եղբայր էր, նա եկեղեցիներից մեկի հովիվն էր, մահացել էր վթարից 38 տարեկանում։ Աստված սիրում էր այդ եկեղեցին, որի հովիվն այդ եղբայրն էր, դա փոքր եկեղեցի էր։ Աստված այնտեղ ուղարկում է իր մարգարեին, ով այդ հովվին ասում է, որ Տերն ուզում է եկեղեցում ամբողջական վարդապետությունը ուսուցանվի։ Հովիվը միտք չի առնում, որից հետո Աստված ուղարկում է երկրորդ անգամ ու ասում է, որ ես ցանկանում եմ, որ քո եկեղեցում հաղորդություն լինի։ Գիտեք, ես նույնպես միշտ մտածել եմ, որ դա անհրաժեշտ չի, բայց երբ որ դա բացվեց ինձ։ Գիտեք, պարզվում է, որ այդ եկեղեցում չկար ոտնլվայի արարողություն, հովիվը չէր ընդունում դա, ավելի շուտ նրա հայրն էր սովորացրել, որ դա անհրաժեշտ չէ։ Հոր մահից հետո ինքն է հովություն արել ու այդպես էր հասկանում, բայց Աստված ուղարկում է իր անոթին ու բացատրում, որ պետք է կատարել այդ արարողությունը, դա Աստծո պատվերն է, այդ Աստված է տվել նոր պատվիրան ու նաև գործնականում է ցույց տվել, բայց հովիվը սկսում է հակառակվել անոթին, իսկ վերջինս ասում է, եղբայր, դա Աստված է ասել։ Եվ այդպես շատ անգամներ Աստված այդ անոթի միջոցով փորձում է արթնացնել նրան, և մի անգամ էլ նա մոտենում է այդ մարգարեին ու ասում է. «Գիտես, ես եմ իմ եկեղեցում Տերը»։ Անոթը բացատրում է, որ այդ պատվերը Տերն է տվել։ Հովիվն ասում է. «Կրկնում եմ, որ ես եմ այս եկեղեցու Տերը»։ Դրանից հետո Աստված մեկ անգամ ևս այդ մարգարեի միջոցով նրան զգուշացնում է, իսկ նա համառում է ու ասում, որ ինձ հայրս է այդպես սովորեցրել և ես այդպես եմ ընդունում ու սկսում է ատել այդ անոթին։ Աստված տվեց նրան հնարավորություն ապաշխարելու, բայց նա չապաշխարեց ու մի անգամ էլ դուրս եկավ փողոց, անցնելու ժամանակ վրա երթի ենթարկվեց ու ընկավ դժոխք, այն բանի համար, որ ասաց. «Ես եմ եկեղեցու Տերը»։ Իսկ նա ընդամենը ինձ և քեզ նման մարդ էր։ Դրա համար, եթե Աստված ինչ-որ բան է ասում, կատարեք թե չկատարեք, Աստված ձեզանից է դա պահանջելու։ Այդ հոգիներն ինձ ասացին, որ իրենք 3 անգամ հնարավորություն են ունեցել ապաշխարելու, հետո այդ ձայները սկսեցին մարել ու արդեն նրանց ձայնը հեռվից էր լսվում։ Իսկ մենք ավելի քան 3 անգամ ունեցել ենք հնարավորություն ապաշխարելու։ Ես տեսա այդ հոգիներին, նրանք մեղանչել ու ընկել էին դժոխք, ես լացում էի, իմ սիրտը շատ կարծր էր, ես չէի կարողանում ներել, բայց ցանկանում էի վերադառնալ երկիր ու ներողություն խնդրել ցանկացած մարդուց, անգամ եթե նա էր ինձ նեղացրել, ես ցանկանում էի ներել նրան։ Ես տեսել եմ այդ հոգիներին, թե նրանք ինչպես էին ափսոսում ու աղերսում, բայց երկրի վրա չէ, որ նրանք չէին ցանկանում ներել։ Երբ ես վերադարձա այդ հրեշտակի հետ, ով ինձ տարել էր, մտանք մեկ այլ ճանապարհ։ Կարծես երեկո լիներ, արևն արդեն մայր էր մտել, այնտեղ էլի շատ ծաղիկներ տեսա, շատ գեղեցիկ ու հաճելի։ Երբ գնացինք այդ ճանապարհով, տեսա դարպասներ, դրանք այնքան մեծ էին, ես չգիտեի, թե ինչ պետք է ասել, որ դրանք բացվեին, բայց գիտեի, որ պետք է անցնեմ դրանց միջով։ Երբ անցանք այդ ճանապարհով, հրեշտակը դարձավ դեմքով դեպի ինձ և ասաց. «Ինձ մատով ցույց տուր»։ Ես դա չարեցի։ Հետո երկրորդ անգամ ասաց, ես արեցի ու ասաց. «Դե տես, թե քանի մատ է դեպի քեզ նայում»։ Նայեցի, 4 մատ դեպի ինձ էր ուղղված և ասաց. «Ահա եթե դու ցանկանում ես ինչ-որ մեկին դատել, մատնացույց անել, տես թե քանի մատ է քեզ նայում»։ Մենք շարունակեցինք գնալ ու մոտեցանք այդ դարպասներին։ Երբ նա ձեռքը պարզեց դեպի այդ դարպասները, դրանք բացվեցին ու տեսա 2 մարդկանց, ովքեր կանգնած էին դարպասների մոտ։ Նույն հասակի, ինչ հրեշտակն էր, ինչ հասակի, որ Հիսուս Քրիստոսն էր։ Միգուցե դուք գիտեք այդ եղբորը, որի անունը Իվան Անտոնի Լևչուկ է, տեսա նրա դեմքը, որից էլ ճանաչեցի, բայց կազմվածքը կարծես պատանու լիներ, իսկ դեմքը այր մարդու դեմք։
Նա կանգնած էր, ուներ երկար ճերմակ հանդերձներ։ Երկրորդ անձով կանգնած էր, նույնպես ուներ երկար հագուստներ։ Նրանք կանգնած էին դարպասների մոտ։ Այն մյուս անձնավորությունն ինձ ջրով էր մկրտել։ Ես ցանկացա բարձրաձայն կանչել նրա անունը, բայց չէի կարողանում։ Նա նայեց ինձ, գլխով արեց ու ասաց. «Հոգի, տուր քո կյանքն Աստծուն»։ Ու ես այլևս ոչինչ չկարողացա ասել։ Մենք շարժվեցինք առաջ, անցանք դարպասների միջով, լսեցի, թե ինչպես այդ դարպասները փակվեցին այնքան ուժեղ, որից հետո ես հայտնվեցի իմ տանը։ Ես ծնկած էի։ Փորձեցի վեր կենալ, բայց զգացի, որ մարմինս ցավում է։ Ես նման բան երբեք չէի զգացել։ Հենվեցի պահարանին, կանգնեցի ու տեսա, որ այդ հրեշտակը կանգնած է իմ դռան մոտ, բռնակից բռնած։ Նայեցի նրան, իսկ նա ինձ ասաց հետևյալ բառերը. «Քույրեր, եղբայրներ, խնդրում եմ, հետագայում դրանք չավելացնեք կամ չպակասացնեք։ Իմ ժողովուրդ, եթե դու չհանես կուռքերը քո տնից, դու կհանես քո երեխաներին։ Կրկին խնդրում եմ այս բառերին ոչինչ չավելացնել, չպակասացնել»։ Ես ուժ չունեի։ Ժամը 4-ին վերադարձել էի տուն, բայց հավաքեցի բոլոր ուժերս ու մինչև առավոտվա ժամը 6-ը չէի կարողանում հանգիստ գտնել իմ տանը։ Հավաքեցի ու թափեցի ինչ-որ իմ տանը կար, բոլոր ներկերը, ոչինչ չէի խնայում, մտածում էի միգուցե 2 րոպե ժամանակ ունեմ ապաշխարելու համար։ Այդ ինչպես եղավ, որ վերադարձա երկիր, չէի կարողանում հավատալ ու փորձում էի այդ ընթացքում ամեն բան անել։ Զանգեցի ծնողներիս ու պատմեցի։ Նրանք լսեցին ու ես զգում էի օրհնությունը, սկսեցի աղոթել։ Զանգեցի բոլոր մարդկանց, ում ես ատում էի ու սկսեցի ներողություն խնդրել ու սկսեցի օրհնությունը վայելել։ Կասեմ ձեզ, բարեկամներ, որ ցավը մինչև այսօր մնացել է իմ մեջ, թեպետ ոչ շատ ուժեղ, բայց կա։ Երիտասարդներ, Աստված այսպես ասաց. «Դուք այս երկրի վրա ժամանակ ունեք ձեր կյանքը Աստծուն հանձնելու»։ Ես այնտեղ հանդիպեցի հոգիների, ովքեր դեռևս երկրի վրա են, և այսօր է փրկության օրը, միգուցե ուրիշն այլևս չլինի։ 3 օր առաջ թաղման արարողություն էր, 24 տարեկան երիտասարդ վթարի էր ենթարկվել։ Ուր գնաց։ Դուք նույնպես երիտասարդ եք և չգիտեք, թե ձեր կյանքը երբ կավարտվի, իսկ եթե Աստծո հետ չենք, ուր կգնանք։ Մտածենք մեր հավիտենության մասին։ Ուր կգնանք, եթե Տերն ասի սա քո կյանքի վերջին օրն է։ Անգամ ծերերը, երբ լսեն այդ ձայնը, կսկսեն լացել ու կասեն. «Չենք ցանկանում մեռնել, քանի որ իմ կյանքը չի համապատասխանել Աստծո խոսքին»։ Թե ինչպես կընդունեք այս վկայությունը, դա ձեր գործն է։ Ես դա ցանկանում եմ անել Աստծո համար։ Բացի այդ, ցանկանում եմ ասել նաև, որ Աստված ինձ ցույց տվեց, որ շատերը գալիս են եկեղեցի հետաքրքրության համար, պարզապես լսելու, և որ շատերն արդեն վաղուց չեն աղոթում։ 2 շաբաթ առաջ Աստված ինձ տեսիլքով ցույց տվեց մի ճանապարհ, որի վրա շատ մարդիկ էին, տեսա այնտեղ և Հիսուս Քրիստոսին և սատանային։ Հիսուսը բարձր ձայնով ասաց. «Ով գողացել է, դուրս եկեք»։ Եվ գիտեք, այնքան շատ մարդիկ սկսեցին դուրս գալ։ Մարդասպաններ, դուրս եկեք։ Եվ նրանք սկսեցին դուրս գալ։ Նրանք հավատացյալներ էին։ Ովքեր չունեն սրտում խաղաղություն, դուրս եկեք։ Սկսեցին դուրս գալ ու դուրս գալ։ Ես տեսել էի հազարավոր մարդկանց, բայց հետո մնացին միայն 25 հոգի։ Երկրորդ տեսիլքում տեսա մաղ, որով ալյուր են մաղում։ Ինչ որ ձեռքեր բռնել էին այդ մաղը։ Մաղի մեջ բլրակով ցորեն էր լցված։ Մտածեցի, որ դա լավ բան է նշանակում։ Բայց հետո սկսեց մաղը գործել ու այդ ամբողջ ցորենը թափվեց գետնին, քանի որ դրանք դատարկ էին։ Հետո երբ նայեցի մաղի մեջ, տեսա ընդամենը 25 ցորենի լիքը հատիկներ, որոնք չանցան մաղի միջով։ Ես լսեցի հետևյալ բառերը.
վերջն է, եկել է հունձքի ժամանակը։ Նաև Տերն ասաց ինձ, որ երբ այս քաղաքները կայրվեն, դա կլինի կեսգիշերին, հոգով կվերցնեմ քո մարմին ու կտեղափոխեմ այլ երկիր, այս քաղաքը կրակով պիտի այրվի։ Հետո լսեցի այս բառերը, ես կանցնեմ ու կնայեմ իմ ժողովրդի տներին ու կտեսնեմ, թե ում դրանդիքների վրա կա արյունը, որտեղ այն չլինի, կործանելու եմ այդ տունը։ Ես չգիտեմ, թե ինչ կա ձեր տներում և ով է բնակվում, բայց Աստված ցույց տվեց, որ ձեր տներում առաջին տեղը տրված է սատանային, իսկ Աստծուն տեղ չկա։ Սիրելի հոգի, դու անհանգստանում ես, որ Աստված քեզ հետ չի խոսում։ Դու երբևէ խորհել ես այդ մասին։ Միգուցե ես այլևս այստեղ չլինեմ, Տերն ինձ ուրիշ տեղ տանի, բայց դուք կհիշեք իմ խոսքերը։ Ցերեկը կլինի արև, որը տաքացնում է, բայց գիշերը կրակը կբռնկվի այս քաղաքներում, ու այդ ժամանակ այլևս փրկություն չի լինի։ Բայց եթե լինենք աղոթքի մեջ, Տերը կասի, ով հոգի վեր կաց, ես քեզ կհանեմ այստեղից, քանի որ հիմա կրակ է լինելու։ Բայց մի մտածեք, որ եթե խորը քնած լինեք ձեր անկողնում, Տերը գալի ու ձեզ հանի քնից, չի լինի այդպես։ Բայց Տերն ասում է, որ աղոթքի կյանք չունեք։ Ինչքան եք գիշերներն արթնանում աղոթելու։ Տերը նաև ասաց. հայրեր, մայրեր, դուք ուրիշներին եք դատում, բայց ձեր երեխաները կորուստ են գնում, ծոմ ու աղոթք վերցրեք նրանց համար։ Մի մտածեք, որ նրանք եկեղեցում նստած են, իսկ քանիսը կան, որ բռնված են շնության ոգով, ես չգիտեմ, բայց Տերն է ցույց տալիս դա։ Պետք է այս երիտասարդների համար ծոմ ու աղոթք վերցնել, ովքեր կործանվում են։ Երիտասարդ քույրիկ, ես շատ եմ խնդրում, երբ մտնում ես Աստծո տուն, ծածկիր գլուխդ, քանի որ Տերը ներկա է այս վայրում։ Ինչպես ես կանգնելու բաց գլխով։ Երբ մտնում ես Աստծո տուն, պետք է ծածկես գլուխդ։ Գիտեք, երբ ես հեռացել էի Տիրոջից, գնացի ուրիշ եկեղեցի, որտեղ փառաբանություն կար։ Այնտեղ եւ երգում էի, եւ թռչկոտում էի, ու եթե դուք երբևիցե երգել եք երգեր, որտեղ ասում եք. «Սատանան իմ ոտքերի տակ է, խնդրում եմ կանգ առեք» ու մի երգեք նման երգեր։ Ես այնքան եմ զղջում, որ երգել եմ այդ երգը։ Ես ամեն բան խոստովանել եմ, բայց Տերն ինձ ասաց, որ էլի բան կա, եւ հանդիմանեց այդ երգի համար։ Ես վախեցա, քանի որ գրված է, եւ Միքայել հրեշտակապետը, երբ որ սատանայի հետ վիճելով պատասխան էր տալիս Մովսեսի մարմնի համար, չհամարձակվեց հայհոյանքի դատաստան անել, բայց ասեց. Տերը քեզ հանդիման է։ Դրա համար պետք է մտածել, որ երբ փառաբանում ենք Տիրոջը, ինչ ենք մենք երգում, ինչ է դուրս գալիս մեր բերանից, հասկանում եք, միգուցե ոչ թե սատանան է մեր ոտքերի տակ, այլ մենք ենք նրա ոտքերի տակ։ Դա շատ կարևոր է, թե ինչ ենք մենք երգում ու ասում։ Երբ ես առողջ էի եւ երգում էի եւ թռչկոտում էի եւ ծափահարում էի եւ ամեն բան, բայց երբ Տերը հպվեց ինձ, այլևս այդ բաներն ինձ չեն գրավում։ Եվ երբ որ ես այնտեղ էի, այնտեղ չէի թռչկոտում, այլ միայն ցավ էի ապրում իմ ապրած կյանքի համար, որ ապրել եմ անաստված, թշվառ, կործանված։ Այո, ես քույրիկ եմ, բայց մտածում եմ, որ չեմ կարող գնալ մեղք գործել, հետո գալ եկեղեցի ու պարզապես ալելույա երգել, իսկ ինքս ընկղմվել մեղքի մեջ։ Ես չգիտեմ, միգուցե դուք այլ ճանապարհ գիտեք, որը ձեզ կտանի հավիտենական կյանք եւ ասում է, որ կարելի է մեղք գործել ու հետո լինել երկնքում, բայց քույրեր, եղբայրներ, ես այնտեղից եմ գալիս։ Ես էլ է այդպես ապրում ու իմ վերջը դժոխքն էր։ Երիտասարդ քույրեր, շատ եմ խնդրում, հագնվեք պարկեշտորեն, մի հագնվեք ինչպես այս աշխարհն է հագնվում, պարզապես խնդրում եմ, քանի որ սա Աստծո տունն է։ Իսկ եթե Աստված գա այսօր ու հպվի ձեր սրտերին, դուք կտեսնեք, թե որքան դատարկ են դրանք, ժամանակն այնքան քիչ է մնացել։ Ես չգիտեմ, թե ինչպես ինձ կհասկանաք, բայց ցանկանում եմ ամեն բան անել Աստծո համար։ Ես չեմ ցանկանում գնալ դժոխք։ Ես կցանկանայի, որ Աստված ցույց տար երկնքի փառքը, ու մարդիկ ամեն բան անեն այդ փառքի համար։ Թող երբեք Աստված ձեզ ցույց չտա դժոխքը, ու դուք երբեք այնտեղ չլինեք։ Երիտասարդներ, ես ցանկանում եմ, որ դուք ձեր կյանքն ամբողջությամբ հանձնեք Աստծուն։ Ամեն։